Ուրեմն առաջին հարցը կապված է էլի թմրավաճառքի, թմրամոլության դեմ պայքարի մասին։ Ես արդեն մի տևական ժամանակ է կառավարությանը, ներքին գործերի նախարարությանը առաջարկում եմ, որ թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում գնանք կանխարգելման ճանապարհով եւ 15-ից 18 տարեկաններին ենթարկենք պարտադիր թունաբանական փորձաքննության եւ մինչեւ հիմա նախարարությունը այլ նախարարություններ հենվելով մարդու իրավունքների ինչ-որ բաների վրա խուսափում են գնալ այս քայլին։ Ձեր կարծիքով որն է այստեղ մարդու իրավունքների գերակա շահը, այն մարդը, որը մարդու երեխային ուղարկում է դպրոց, իմանալով որ երեխան պաշտպանված է, բայց երեխան հարձակման է ենթարկվում թմրավաճառների կողմից եւ դառնում պարտադրված թմրամոլ հաճախ առողջությունը վտանգելով։ Հիմա այստեղ ես ուզում եմ ասեմ, ով այն ուժը, որ ներքին գործերի նախարարությանը թույլ չի տալիս կիրառել այս պարտադիր թունաբանական փորձաքննությունը։ Ինձ պատասխանում են, ասում են, որ գիտեք, եթե հանկարծ պարզվի, որ այս ինչը թմրամոլ է, դա իր հոգեկան աշխարհի վրա կանդրադառնա, ինքը իրեն լավ չի զգա։ Այսինքն, եթե ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձեն ձերբակալել սրճարանի մոտ 17 տարեկան մի դեռահասի, որը կրակում է մարդկանց վրա, պետք է շատ զգուշ դա անել, որ նրա հոգեկան աշխարհը չխաթարվի։ Ոնց ենք անում այս դեպքում տարբերակումը։ Ես կուզեի այս հարցին անդրադառնալ։ Երկրորդ հարցը, միջև հիմա քանի արցախցի ոստիկան է անցել Հայաստանում աշխատանքի ոստիկանությունում։ Երրորդը, ճանապարհներում արկա իրավիճակը դուք վիճակագրությամբ նշեցիք, որ դրական առաջընթաց է, բայց հավատացեք, օրը 1 զոհը մոտավոր էսպիսի հաշվարկով դա սարսափելի մեծ թիվ է Հայաստանի համար, եւ ես ձեզ ուղղակի ոչ թե հարց կոչ եմ անում, որ այս ոլորտում առավել ուշադիր լինեք, որովհետեւ երբ որ լրահոսում լսում ենք, որ այսինչ գյուղում դեմ առ դեմ իրար են հարվածել ավտոմեքենաներ ու կամ վիրավորներ կամ զոհեր, ուրեմն այստեղ շատ անելիքներ դեռ ունենք։ Եվ մի առաջարկ, չեք կարծում, որ պարեկները աշխատանքի պետք է գնան նախարարության կողմից տրամադրվող ավտոբուսներով, որպիսի առանց այն էլ նեղ խորենացի փողոցը իրենց կայանած ավտոմեքենաներով լրացուցիչ դժվարություններ չստեղծեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետև այնքան շատ են կայանում ճանապարհի այս ու այն կողմում հաճախ երկու շարքով, որ ժամը 6-ից մինչև 8-ը այդ տեղով ավելի լավ է ոտքով անցնել։ Եվ վերջին հարցը չեմ տալիս ուրեմն, եթե Պարոն Ազարյան, խորենացում ոնց որ վերջին անգամ երբ եք անցել։ Վազգեն Սարգսյանի եւ խորենացու փողոցներում հարցը կարգավորվեց 2 անգամ հանձնաժողովի նիստում դա հնչեցնելու պարագայում։ Եվ դա ես բազմից համոզվել եմ։ Եթե խնդիրներ տեսել եք դե կներեք, տիկին նախարար, հիմա պարեկները արդեն իրենց կայանատեղիում մեծ տարածքներ ունեն, այնպես որ կարելի է լուծել։ Տիկին նախարար, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, հարցադրումների համար։ Ես նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան այնպիսի ուժեր, որ ներքին գործերի նախարարությանը կարող են թողնել կամ չթողնել որևէ գործողություն իրականացնել։ Ամեն հարց, որը որ պիտի ենթակա լինի քննարկման եւ որոշարկման, բնականաբար որոշումների կայացման շրջանակներում կան ձևաչափեր, կան հարցադրումներ, կան մտահոգություններ, որոնք որ պիտի հաշվի առնենք։ Այս թեմայով մենք նաև միասին հասցրել ենք որոշակի խոսակցություն ունենալ։ Ես նախ փաստեմ, որ վաղը կառավարության նիստով արդեն օրակարգային հարց է թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության նախագիծը եւ լիահույս եմ, որ կառավարությունը վաղը կհաստատի եւ մենք կմտնենք արդեն ռազմավարական ծրագրի իմպլեմենտացման փուլ։ Այնտեղ հատուկ ուշադրություն կա անչափահասների կողմից եւ անչափահասների ներգրավմամբ կատարված թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի դեպքերին եւս եւ ասեմ, որ անչափահասների թեստավորման մասով, որ դուք նշեցիք, հստակ կա ձևակերպված, որ պիտի
այս հարցը դառնա ուսումնասիրության առարկա եւ մենք պիտի լուծում նախատեսենք։ Լուծումները երկուսն են, կամ մենք համապարտադիր կանոն ենք նախատեսում, որ բոլոր անչափահասները կամ ձեր նշած տարիքային խմբի կամ ավելի ցածր շեմից մինչև 18 տարեկան անձինք պիտի հանձնեն թեստերը, կամ նախատեսում ենք կամավորության սկզբունքով թեստավորման հանձնման կանոնը։ Ասեմ, որ մենք բավական տարբեր երկրների փորձառություններ ենք նայել, նաև դիտարկելով տարբեր իրավակարգերը, տարբեր կառավարման ռեժիմները եւ միջազգային փորձում չկա միասնական մոտեցում, թե պարտադիր եղանակն է հիմա ճիշտ, թե կամավոր եղանակը, որովհետեւ հատկապես այնպիսի պետություններում, որտեղ որ սեգրեգացիոն ռիսկերը ավելի բարձր են եւ կարող են որոշակի ազդեցություն ունենալ, գործընկերները չեն գնացել պարտադիր թեստավորման ճանապարհով, այլ ընտրել են կամավոր թեստավորման ճանապարհը։ Սա մի արգումենտ է։ Երկրորդն այն է, որ ամեն դեպքում կա նաեւ անձի ցանկությունը եւ համաձայնության տալու նաեւ կանոնը, որովհետեւ ի վերջո թեստ պիտի հանձնի այն մարդը, ում վերաբերյալ որ դեռ մենք հստակ փաստական տվյալներ չունենք, որ օգտագործում է կամ ներգրաված է որևէ թմրամիջոցի հետ կապված process-ում։ Սա է պատճառը, պարոն Նազարյան, որ մենք դեռևս թեման քննարկում ենք եւ վստահ եմ, որ կառավարության կողմից վաղը ծրագիրը հաստատելու պայմաններում հարցը բերելու ենք նաեւ ազգային ժողովի տիրույթ, որովհետեւ ինչ եղանակով էլ որ հարցը կարգավորվի, դա պիտի կարգավորվի օրենքով, որովհետեւ այլ որևէ ակտով, որևէ ձևով մեր քաղաքացիների վրա նման պարտականություն դնել չենք կարող եւ որ տարբերակը, որ փոխընդունելի համարեցինք միասին, այդ տարբերակով էլ կշարժվենք առաջ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով իրականում, երբ որ ես թվերը նշում եմ, անընդհատ նաեւ դրա կողքին կա միտքը եւ նաեւ տարբեր հարթակներում բարձրաձայնումը, որ իրականում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ։ Ճիշտ է, մի կողմից մենք արդյունավետ, այսպես ասեմ, ռեսուրսի ճիշտ ուղղորդում անելով հասնում ենք նվազմանը, ընդ որում շատ դեպքերում ես կարող եմ նույնիսկ չխորշել այս մտքից, բայց անհաղթահարելի ինչ որ մի կետի ենք հասել, որը որ կարող էինք այլ հավասար պայմաններում մտածել, որ հնարավոր չէ նմանատիպ վիճակագրական տվյալներ ունենալ, որովհետև անընդհատ ունենալ տրանսպորտային միջոցների աճ, անընդհատ ունենալ երթևեկության հետ կապված տարբեր հարցեր, ունենալ արդեն 1 միլիոնի հասնող տրանսպորտային պարկ Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ ունենալ այնպիսի պարկ, որտեղ որ մի շարք մեքենաներ չեն համապատասխանում տեխնիկական պահանջներին, բայց ունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի էական նվազում, զոհերի էական թվի նվազում, վիրավորների էական թվի նվազում, սա պիտի ընդունենք, որ կատարված աշխատանքի արդյունք է։ Մյուս կողմից ես համաձայն եմ, որ եթե մենք միջին վիճակագրական տվյալներով օրական մի զոհի կամ նույնիսկ մի վիրավորի մասին ենք խոսում, սա մտահոգիչ տվյալ է Հայաստանի Հանրապետության համար։ Հետևաբար երկու ուղղությամբ ունենք աշխատանքը անելու, մի կողմից պիտի նաև մեր քաղաքացիների վարքագծի փոփոխությունը խթանվի, մյուս կողմից խիստ վարչարարություն որպես այդպեսին պիտի իրականացնենք, որովհետև մենք դեռ վարքագծային էական փոփոխություններ քաղաքացիների շրջանում ցավոք չենք տեսնում։ Իհարկե իդեալական ճանապարհը կլիներ այն, որ բարեկային ծառայությունը անգործության մատնվեր այս տեսանկյունից, որովհետև չլինեին նմանատիպ խախտումներ, բայց ցավոք սրտի մենք արձանագրում ենք, որ ունենք թե անվտանգային կանոններին վերաբերող խախտումներ եւ թե առհասարակ ճանապարհային երթևեկության տարբեր կանոններին վերաբերող խախտումներ։ Բարեկային տրանսպորտային միջոցների մասով, ավելի ճիշտ բարեկների կողմից իրենց տրանսպորտային միջոցով աշխատանքի գալու մասով, ասեմ, որ ապրիլի 16-ից արդեն շահագործման ենք հանձնել նոր համալիրը բարեկային ծառայության եւ այդ խնդիրը հնարավորինս լուծել ենք, որովհետեւ կա թե բարեկային տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին պարկի հատված եւ թե նաեւ հենց բուն աշխատակիցների կողմից իրենց տրանսպորտային միջոցները կայանելու համար նախատեսված հատված, բայց կայանման հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ամենուրեք են, պարոն Նազարյան, սա պիտի ընդունենք, որովհետև եթե մենք ունենք տրանսպորտային միջոցների թվի անընդհատ աճ, ենթակառուցվածքների հետ կապված նույն ինտենսիվությամբ դեռևս աշխատանքները քանի որ չեն ընթանում, այսինքն ընթանում են, բայց այն ինտենսիվությամբ ինչ որ կա տրանսպորտային միջոցի պարկի աճի, այդպեսին չի իրավիճակը, դա է պատճառը, որ մենք անընդհատ խնդիրներ ենք ունենում, բայց այդ խնդիրները լուծելով պիտի շարժվենք առաջ, որովհետև չենք կարող կանգնեցնել կյանքը եւ մարդկանց ստիպել, որ տրանսպորտային միջոցներ չգնեն։ Իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով ոստիկանության համակարգ մուտք գործելու տեսանկյունից ես ասեմ, որ այս պահի դրությամբ ընդհանուր 78 անձ ունենք, որոնք արդեն իսկ ներքին գործերի նախարարության համակարգ անցել են աշխատանքի, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ արդեն 63-ը ոստիկանության աշխատակիցներ են։ Ասեմ, որ այս աշխատանքի ընդունման process-ը բավական ակտիվ շարունակվում է, անընդհատ մենք հայտեր ենք ստանում մեր հայրենակիցներից, բնականաբար ոստիկանության համակարգ մուտք գործելը համապատասխան
խողովակներով անցնելու պայմաններում միայն կարող է լինել, բայց ես ուզում եմ փաստել, որ մենք այս առումով բավական լավ իրավիճակ ունենք, որովհետեւ մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր անցնելու պայմաններում անցնում են աշխատանքի արդեն ներքին գործերի նախարարության համակարգում։